Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնան կարած եպիսկոպոսները մեղադրյալներ։ Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել։ Հոգևորականները մեկնաբանում են պաշտպանության նախարարի հրամանով բանակում գնդերեսների ծառայության դադարեցումը։ Բնականաբար 95 եւ ավել տոկոսով գնդերեսները անսասան են մնացել իրենց որոշումների մեջ։ Խոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անցած տարի 2024-ի համեմատ գրեթե կիսով չափ ավելի քիչ հարկ է վճարել։ Թրամփը ակնկալում է, որ Իրանը կձգտի համաձայնագրի Միացյալ Նահանգների հարվածներից խուսափելու համար։ Իսլամական Հանրապետությունը բանակցությունների նստելու համար չհարձակվելու երաշխիքներ է պահանջում։ Եվրամիության պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև այն բանկերը, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։ Նախ քննչական կոմիտե տեղափոխվենք։ Իրավապահները այսօր մեղադրանք են առաջադրել Գերագույն հոգևոր խորհրդի վերջին նիստին մասնակցած հոգևորականներին, խափանման միջոց ընտրել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Այս գործը բառացիորեն 2 օր առաջ է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Իրադարձությունների կիզակետում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունն է, որի դեմ նա հայց էր ներկայացրել։ Արմավիրի դատարանը արգելել էր եկեղեցուն անել քայլեր, որոնք կարող են խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները։ Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով դրանից հետո եպիսկոպոսը կարգալույծ էր հռչակվել։ Քննչականը սրա հետքերով քրեական գործ է հարուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար։ Ու ոչ աշխատանքային օրով այսօր քննչական են կանչվել հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներն ու ժողովի քարտուղարը։ Հոգևորականները իրավական այս գործընթացը կապում են իշխանության հակակաթողիկոսական արշավի հետ, իսկ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը ավելի հեռուն է գնացել, կարծում է հիմնական նպատակը արտերկրում փետրվարի կեսերին նախատեսված եպիսկոպոսած ժողովի անցկացմանը խոչընդոտելն է։ Կարծիք կա, որ այս գործը կարող է նաև կաթողիկոսին հասնել, քանի որ ի վերջո ժողովից հետո եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության որոշումը նա է ընդունել։ Այս պահին սակայն չկա տեղեկություն, արդյոք քննչական կանչված 7 հոգևորականներից բացի իրավապահները նաև Գարեգին II-ին են մտադիր ներգրավել։ Այսօր հայտնի դարձավ, որ Մայրաթորի ևս 6 եպիսկոպոսներ մեղադրյալներ են։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Քրեական այս նոր պատմությունը վերաբերվում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Գևորգ Սրբազանը մի քանի օր առաջ նաև կարգալույծ հռչակվեց։ Այսօր քննչական կոմիտե են հրավիրվել Մայրաթորի Մակար, Հովնան, Հայկազուն, Վահան, Նաթան եւ Մուշեղ Սրբազանները։ Քննչական կոմիտեից դուրս եկած Մակար Սրբազանի հետ զրուցեցինք, նա ասաց, որ իրավական գործընթացի վերաբերյալ շատ բան պատմել չի կարող, սակայն անընդունելի է համարում վեհափառի եւ Գերագույն հոգևոր ժողովի որոշումները դատական կարգով վիճարկելը։ Եպիսկոպոսած ժողով չէ, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհափառի շրջանում եղել են կարգալուծության դեպք եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգևոր ժողովրդի որոշման պատեղի եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միազնյա չի կայացվել։ Ինչպես միացնի։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում, անհնազանդություն։ Հովնան Սրբազանը նույնպես, որ քննչական կոմիտեի քննությունից, հարցաքննությունից դուրս եկավ, նույնպես շատ մանրամասներ չբացահայտեց, սակայն նա այս ամենը դիտարկում է վարչապետի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում։ Ճիշտն ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Այս քայլերը ընդհանրապես ինչու են իրականացվում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ։
ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճողովի մասով ինչ կարող եք ասել։ Այդ հատերը մեկնաբանել օրենս դրա հետ է կապված։ Գա ժամանակը կիմանամ, չգիտեմ, նա բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանվել է սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևիցե բան չեմ կարող ասել։ Գերագույն հոգևոր խորհուրդը եւ վեհապար հայրապետը հակականոնական որևիցե գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոն, թող մեկ փաստակ բերեն։ Մեղադրանք է առաջադրվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այդ ամբողջ գործընթացներն արձանագրած քահանային Տեր Մովսես Քահանա Սահակյանին, նա նույնպես տարակուսած էր, լավ չէր պատկերացնում, անդադ շեշտում էր, որ ինքը որևէ որոշում կայացնող չէ, ընդամենը ժողովի արձանագրությունն է կազմել։ Որպես մեղադրյալ։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Այո։ Մեղադրյալի դատական որոշում չկատարելի այս գործում։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղարության ում է այդ երևույթը։ Արձանագրում, կազմակերպում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացման Բացարձակապես։ Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարդալից անելու հարցերի հետ դուք կապում եք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Դուք առաջնորդն եք ինչական հրավերում։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուռը բացենք, մտնենք ներս։ Բարձրաստիճան հոգևորականների փաստաբանները պնդում են, որ այս ամենը ուղիղ կապ ունի Վիեննայում փետրվարի կեսին հրավիրվելիք եպիսկոպոսական ժողովի հետ, ըստ նրանց քննչական մարմինը փորձում է ձախողել այդ ժողովի անցկացումը, բանն այն է, որ բոլոր եպիսկոպոսների եւ մեկ քահանայի դեպքում խափանման միջոց ընտրվել է չբացակայելու արգելքը։ Սա այո, եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Ինչքան է ժամկետը։ Մինչև նախաքննության ավարտը։ Կան քննարկումներ, որ քրեական այս նոր պրոցեսով մոտենում են, իրավապահները մոտենում են ամենայն հայոց կաթողիկոսին, բանն այն է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի թե թեմի առաջնորդի պաշտոնից ազատելը եւ թե նրան եպիսկոպոսական կարգից զրկելը վեհապարի տնօրինությամբ է տեղի ունեցել, վեհապարի որոշմամբ է տեղի ունեցել, թեպետ այսօր այդ գործով հարցերին այստեղ քննչականում պատասխանում են եպիսկոպոսները, սակայն այդ գործընթացը տեղի է ունեցել վեհապարի որոշմամբ։ Հիշեցնեմ կարճ այս պատմությունը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմի առաջնորդի պաշտոնից, նա սակայն այդ որոշումը չէր ընդունել, դիմել էր դատարան եւ դատարանն էլ նրան վերականգնել էր թեմի առաջնորդի պաշտոնում եւ նաեւ միջոց էր կիրառել, որպեսզի նրա գործունեությունը չխոչընդոտվի։ Վեհապարը սակայն ոչ միայն նրան չէր վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, այլև այնտեղ առաջնորդական տեղապահ էր նշանակվել եւ նաեւ 3 օր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույց հռչակվեց։ Եկեղեցու շուրջ զարգացումներն այսքանով չեն սահմանափակվում, եկեղեցականները այսօր մեկնաբանել են նախորդին պաշտպանության նախարարի հրամանով բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը, որը տասնամյակների պատմություն ուներ։ Ըստ պնդումների գնդերեցներին հրամանատարները փորձել են մաս դարձնել վարչապետի նախաձեռնած բարենորոգման շարժման, բայց մեծամասնությունը չի միացել Գարեգի երկրորդին գահից հեռացնելու արշավին։ Ընդհանուր մտայնությունը գնդերեսների հետ ունեցած իրենց հանդիպումներին եղել է պարզապես մաս կազմելու բարենորոգման շարժմանը եւ բնականաբար 95 եւ ավել տոկոսով գնդերեսները անսասան են մնացել իրենց որոշումների մեջ, մայրաթորին չդավաճանելու, վեհապար հայրապետի նկատմամբ իրենց հավատարմությունը բերելու։ Սա էլ մի միջոց է ըստիս հակաեկեղեցական այդ արշավի եւ վեհապար հայրապետի վրա ճնշում գործադրելու, որովհետեւ նորից եմ կրկնում, Ժողովուրդ ջան,
զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը որպես կառույց եկեղեցվո մեջ նաև ամենակայացած կառույցն էր եւ ամենակուռ կառույցն էր, ամենակուռ ինքը այնպիսի գործառույթներ էր իրականացնում, այդ նույնը կարող եք հարցնել այնպիսի կոմպետենտ մարդկանց, ովքեր առնչվել են գնդերեցի հետ։ 97 թվից է հոգևոր առաջնորդությունը ձևավորվել, դեռևս երջանկայիշատակ Գարեգին առաջին եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի ուշագրով, որով պետությունը հասկացավ, որ ինչպես մյուս զարգացած երկրների բանակներում է, այնպես էլ հայոց բանակում կարևոր է հոգևորականի մշտական ներկայությունը եւ ձևավորվեց առաջնորդությունը, իհարկե սկզբնական շրջանում բնականաբար ինքը նոր քայլեր էր անում, բայց այսօր առաջնորդությունը արդեն կայացած կառույց էր, ցավոք ես անցյալով եմ խոսում, բայց հույս ունենամ, որ դեռևս ամեն ինչ կորած չէ եւ ճիշտ եք նշում, այո, մեր գնդերեսները շատ ու շատ արատավոր երևույթներ կանխեցին, իմ փորձառության մեջ ես կարող եմ ասել ինքնասպանության դեպքեր են կանխվել, ինքնախեղման դեպքեր են կանխվել, ել չեմ ասում այնպիսի արատավոր երևույթներ են եղել, որոնք գնդերեցի ներկայությամբ եւ իր ջանքերով կանխվել են եւ դադարեցվել են։ Չնայած վկայություններին եւ պնդումներին իշխանության ներկայացուցիչները հերքում են ճնշումները։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր վերջին ասուլիսում վստահեցնում էր, որ բանակը չի խառնվում կաթողիկոսին հեռացնելու վարչապետի օրակարգին։ Հիմա ներիշխանական խժդժությունների մասին վարչապետի հայտարարությունը նոր հարցեր առաջացրեց։ Կոռուպցիոն ինչ պատմություն է կապվում քաղաքացիական պայմանագիրի նախընտրական ցուցակից դուրս մնացած պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Հենց Սարգսյանն է թիմակիցներին մեղադրում կոռուպցիոն իր կասկածների վրա աչք փակելու մեջ։ Մինչ իրավապահները լուռ են, իշխանական թիմից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն է զարմանքով պատմել, որ իր գործով դատական նիստին Հայկ Սարգսյանի անունն էլ է շոշափվել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդամենը մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժել։ Իշխող քաղաքացիական պայմանագրում ինչ նկատողություն են արել պատգամավոր Հայկ Սարգսյանին ու կոռուպցիոն ինչ գործողության մասին էր վերջին ճեպազրույցում խոսում վարչապետ Փաշինյանը։ Հայկ Սարգսյանն այս հարցին չի արձագանքում։ Մի քանի օր է մեր զանգերին չի պատասխանում։ Գլխավոր դատախազությունում իշխանական պատգամավորի վերաբերյալ գործընթաց կա, դատախազությունից հարցը գրավոր պահանջեցին ու խոստացան ավելի ուշ պատասխանել։ ՔՊԱ-ական Սարգսյանի անունը օրեր առաջ շոշափվել է պատգամավոր Աղազարյանի գործով դատաքննության ժամանակ։ Խոսքը ոչխարների արտահանման քրեական գործի մասին է։ Պատգամավորը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի համար։ Ըստ գործի նախկին ՔՊԱ-ական Աղազարյանը մի քանի $100,000 դիմաց համաձայնել է միջնորդել, որ կեղծ փաստաթղթերով ոչխար արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հունվարի 9-ի նիստում, երբ ներկայացրել են գաղտնալսված հեռախոսազրույցները կամ մի հատված, որ գործով անցնող երկու անձ, հնդածս քննարկում էր, որ իշխանական Հայկ Սարգսյանն էլ է ոչխարների արտահանման հարցով զբաղվել։ Հեռախոսազրույցները 2023 թվականին են գաղտնալսվել։ Ըստ դատախազի գործով անցնող անձին Հովիկ Աղազարյանի հետ հանդիպման պայմանավորվածության մասին են խոսում ու նշում, թե նա Սևանում շիշ բռնողի հետ նստած է։ Սա Հայկ Սարգսյանի մականունն է։ Հետո ասում են, թե նա առհասարակ ոչխարների արտահանման գործի մեջ եղել է ու էլի շատ գործերի վերևներում էլ կանչել ու նրան կարգի են հրավիրել։ Ով շիշ բռնող է, այդ գործի մեջ եղել է, այդտենց առանձին խոսանք էլի։ Ընդեա, հա Սևանը, ոսկորետին ջոգելով, տեն ջոգի կետակ կերել այդի անցած տարի գործի մեջ է եղել, ապշո ուրիշ գործերով ամա ամենաս կան կանչի ասնակ հասա վերինգի տեղը շատ բաների մեջ ես մտնում, ամեն ինչի մեջ կաս, լավիկ, այդ Հովիկ Աղազարյանը լծել, որ որդերը թուլած ավելի արեք Սևան, եթե կարակ ասիմ չեմ, էզի շտապ ավեց, լավ ասեց, հիմա Սևան ձեզա սպասում։
Իշխանական Սարգսյանը մինչ այս պահը չի արձագանքել դատարանում ներկայացված հատվածին, որ իր անվան հետ է կապված։ Հովիկ Աղազարյանն ասաց, նրան դատարանել չեն կանչել։ Ես այդտեղ ծանոթացել էի, բայց ես այդտեղ չէի կարող հրապարակեի։ Իր դատարանում ես նախավերջի դատի ժամանակ, դատական իստի ժամանակ դա հնչեց, բացահայտ հնչեց, իշտ մի տեսակ տարօրինակ էր, ասենք, դատարանում այդ եթե հատուկ հնչեցնելը մի տեսակ տարօրինակ էր, որովհետև բացարձակապես որևէ կապ չունի իմ հետ։ Պատգամավոր Սարգսյանն ու նրա եղբայրը, որ նախկինում Փաշինյանի օգնականն էր, ԿՊ նախընտրական ցուցակից դուրս են մնացել։ Վարչությունը նրանց տեխնացությունը տարեվերջին չհաստատեց։ Եղբայրները պայքարեցին, բողոքարկեցին ու այդպես էլ չկարողացան տեղավորվել հարազատ կուսակցության ցուցակում։ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ սա հաշվեհարդար է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով։ Ես իմ գործունեությամբ ճակերտներիմս ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ, ամենախնդրավորից օրենքի նախագիծը, նաև որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը։ Ըստ պատգամավորի սեփականատերերը ԿՊ վարչության անդամների միջոցով իր դեմ են դուրս եկել։ Երկար քննարկումներից հետո ի վերջո ընդունված այս նախագծի պատճառով Հայկ Սարգսյանի հարաբերությունները լարվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Փաշինյանը թիմակցի մեղադրանքին չարձագանքեց, հակառակը խոսեց նրան վերաբերող կոռուպցիոն կասկածի մասին։ Եվ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Ոչխարների արտահանման գործի քննությունը մոտ 1.5 տարի առաջ է սկսվել, բայց պատգամավոր Սարգսյանի անունը մինչ այս պահը չի նշվել։ Ազգային ժողովի ամբիոնից էլ, երբ քննարկում էին Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազը ԿՊ-ական Սարգսյանին վերաբերող որևէ հատված չընթերցեց։ Արդյոք կուսակցությունում նկատողությունը այս դրվագի հետ է կապված, ու արդյոք Փաշինյանը հենց սա նկատի ուներ՝ կոռուպցիոն գործողություն ասելով, ու ի վերջո քննչականից, դատախազությունից Սարգսյանին այս հարցով կանչել Պատգամավորը մեր հարցերին դեռ չի պատասխանել։ Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ Իրանը կփորձի բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ ամերիկյան ռազմական գործողություններին բախվելու փոխարեն։ Թեև Վաշինգտոնին ի պատասխան Թեհրանը զգուշացրել էր, որ պատրաստ է մեջբերեմ անհապաղ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանին վերջնաժամկետ է տվել իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի վերաբերյալ բանակցություններ սկսելու համար, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Կտեսնենք, թե ինչպես կաշխատի դա։ Այդ նավերը ինչ-որ տեղ պիտի նավարկեն, չէ, ուրեմն կարող են նավարկել նաև Իրանի մոտ, բայց այնտեղ դժվար իրավիճակ է։ Ինչպես գիտեք, ես անցյալ շաբաթ կանխեցի 837 մարդու կախաղան բարձրացնելը։ Նրանք ուզում էին անել դա, ամեն ինչ պատրաստ էր, եւ ես ասացի, եթե դա անեք, դրա համար այնպիսի գին կվճարեք, որ ոչ ոք մինչև հիմա չի վճարել, եւ նրանք հետ կանգնեցին։ Ես գնահատում եմ դա, բայց շատ մարդ է սպանվում։ Այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարող եմ միայն ասել, որ նրանք ուզում են համաձայնության գալ։ CNN Թուրքի հետ զրույցում Ստամբուլում գտնվող Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում պատասխանը մեջբերեմ շատ կոշտ կլինի։ Աբբաս Արաղչին միաժամանակ նշել է, որ Իրանը բաց է բանակցությունների համար, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սպառնալիքներից եւ հարկադրանքից։ Իրանի գլխավոր դիվանագետը նաեւ լիակատար ֆանտազիա է որակել ռեժիմի փոփոխությունը երկրում։ Իրավապաշտպաններն ու արևմտյան աղբյուրները հայտնում են, որ Իրանում ծայր առած ցույցերի ժամանակ տասնյակ հազարավոր ցուցարարներ են սպանվել։ Ծանր տնտեսական պայմանների դեմ բողոքող ցուցարարները նաև ռեժիմի փոփոխության պահանջ էին հնչեցնում։ Evet, üçüncü ülkeler. Amerika Birleşik Devletleri. Որևէ պարագայում մենք պատրաստ չենք ընդունել թելադրանք կամ պարտադրանք։ Այդուհանդերձ Իրանը պատրաստ է մասնակցել ցանկացած դիվանագիտական գործընթացի, որը կլինի իմաստալից, տրամաբանական եւ արդար։ Դեռ պարզ չէ, թե երբ եւ ինչ ձևաչափով կարող են տեղի ունենալ հնարավոր բանակցությունները։ Վաշինգտոնի հետ որևէ հանդիպում չենք համաձայնեցրել։ Նման բանակցությունները չեն կարող անցկացվել սպառնալիքի ներքո։ Նաեւ կարծում եմ, որ որևէ երկիր չի կարող պատրաստ լինել զիջումների գնալ իր սեփական անվտանգության կամ երկրի պաշտպանության հարցում։ Müzakereye hazır olmalı. Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում լրացուցիչ սահմանափակումներ ներառել,
ռուսական բանկերի և նավթային ընկերությունների նկատմամբ, հաղորդել է Bloomberg-ը։ Գործակալության աղբյուրների խոսքով Եվրամիությունը նաև նախատեսում է պատժամիջոցներ սահմանել երրորդ երկրների ֆինանսական հաստատությունների բանկերի նկատմամբ, որոնք ըստ պնդումների օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։ Փաթեթը նախատեսվում է ընդունել փետրվարի վերջին։ Վերադառնանք Հայաստան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անցած տարի վճարած հարկերը 2024-ի համեմատ գրեթե կիսով չափ նվազել են։ 2024-ին բյուջե վճարած խոշոր կանխավճարի պատճառով։ Այդ կանխավճարը 19.5 միլիարդով ավելի է եղել պարտավորությունների թվից և չի հաշվարկվել 2025-ի հարկերի մեջ, Ազատությանը փոխանցել են կոմբինատից։ Անցած շաբաթ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Նախորդ տարիների թիվ 1 հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այդ ցուցակում նահանջել էր 3-րդ տեղ, գրեթե կիսով չափ կրճատելով վճարած հարկերը։ Եթե ընկերությունը 2024-ին պետբյուջե էր փոխանցել 102 միլիարդ դրամ, անցած տարի այդ թիվը հասել է 52.1 միլիարդի։ Կոմբինատը նաև պարզաբանել է, որ 2025-ի հարկային ցուցանիշների վրա բացասաբար է ազդել արտադրության ժամանակավոր անկումը, որ կապված էր ձեռնարկության ներսում աշխատանքային հարաբերությունների հետ։ Խոսքը աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով անցած տարվա սկզբին հանքավայրում մի խումբ աշխատողների գործադուլի մասին է։ Իսկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորների գործադուլը արդեն 2 շաբաթ է շարունակվում է։ Նրանք տեղեկացել են իրենց տեղը համալրելու կոմբինատի ղեկավարության ձախողված փորձի մասին ու հիմա էլ ավելի հաստատակամ են, բայց տնօրինությունն էլ զիջման չի գնում, որ կողմը առաջինը տեղի գտա։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50 հանքափորներն արդեն 14 օր է գործադուլի մեջ են։ Ղեկավարությունը չի ընդառաջում աշխատավարձը բարձրացնելու նրանց պահանջին։ Մինչ այդ, ըստ հանքափորների գործադուլավորների փոխարեն Ախթալային ժամանել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքացիներ օրեր անց հեռացել քաղաքից։ Արդյոք նրանք չեն ընդունել աշխատանքային պայմանները, թե ընկերությունը հորատողի աշխատանքին համապատասխան թեկնածու չի գտել։ Ազատության ստացած տեղեկություններն իրարամերժ են։ Հանքափորների գործադուլը համակարգող Սասուն Վարդումյանն ասում է, հնդիկները չեն դիմացել պայմաններին, գնացել են։ Տեսնելով աշխատանքը, աշխատանքի ծավալները, աշխատանքի վայրը, չեն հարմարվել տվյալ աշխատանքին եւ հետ են վերադարձել Երևան։ Աշխատանքի մեջ փորձել են ներգրավել նաեւ մոտ 6 հոգի Վարդենիս քաղաքից եկած հանքափորների, որոնք նույնպես տեղում իմանալով ստեղծված իրավիճակը, տղաների գործադուլի պատճառը, նույնպես հետ են գնացել։ Տեղի հյուրատներից մեկը հաստատեց, որ հնդիկների 15 հոգանոց խումբը մոտ 1 շաբաթ մնալուց հետո 3 լքել է հյուրատունը։ Ընկերության պաշտոնյաներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նույնպես հաստատեց, աշխատանքի ընդունվելու իրենց հայտարարությանն արձագանքողներ եղել են, բայց ասաց Ախթալա եկած հնդիկները չեն ունեցել համապատասխան հմտություններ եւ հորատողի որակավորում, իսկ այս փուլում նրանց վերապատրաստելու ժամանակ եւ ռեսուրս կոմբինատը չունի։ Այս դեպքում որքան կշարունակվի այս իրավիճակը Ախթալայի հանքում, որտեղ 50 հանքափորներ արդեն 2 շաբաթ աշխատավարձի բարձրացում են պահանջում եւ գործի չեն գնում։ Նրանք օրեր առաջ Ազատությանն ասել էին հանքախորշեր չեն մտնի, եթե ղեկավարությունը չբարձրացնի իրենց աշխատավարձը։ Մենք ուզում ենք ընդհանրապես մեր աշխատավարձը վերանային 20% բարձրացում ենք ուզում։ Իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ այսքան չենք կարող, այսքան կարանք։ Իրանք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն աշխատակիցներին վարձատրում է ըստ նրանց կատարած աշխատանքի գործարքային։ Հանքափորները մատնանշում են միջազգային բորսայում պղնձի գների աճն ու շեշտում իրենց անհամեմատ ցածր վարձատրությունը։ Օրերս Ազատության հետ զրույցում ասել էին իրենց բազմաթիվ գործընկերներ թողնում են այստեղ տուն ու տեղ ու հարյուրավոր կիլոմետրեր հեռու Սյունիքում հանքափորի աշխատանք գտնում։ Հա, գնացել են գումարի պատճառով։ Որտեղ այնտեղ լավ են վարձատրում, ամեն պայմանները լավն է, քան ստեղ։ Գործադուլը համակարգող Սասուն Վարդումյանի հետ օրեր առաջ տնօրինությունը հանդիպել, բայց նաև նրա առաջարկած փուլային լուծման տարբերակին չի համաձայնել։ Ես առաջարկել եմ հետևյալը, որ բերեք այս աշխատավարձի բարձրացման խնդիրը լուծենք փուլ առ փուլ։
Այսինքն մարդիկ պահանջում են 20% աշխատավարձի բարձրացում, երեք 10% աշխատավարձի բարձրացումը պայմանավորվենք, կատարենք մինչև տարվա կես, մինչև հունիս ամիս, մյուս 10%-ը մինչև տարվա վերջ։ Աշխատողները համաձայն են այս տարբերակին։ Բայց այն ժամանակ ես հանդիպեցի տնօրենի հետ, ես առաջարկեցի, ինքը միանգամայն մերժեց։ Որքան կդիմանա կոմբինատն առանց հիմնական աշխատուժի եւ ով կգնա առաջին զիջման, բանակցություններն այս պահին փակուղում են, իսկ աշխատակիցները տնօրինության կողմից ընդառաջ գնալու որևէ ազդակ չեն տեսնում։ Այսօրվա դրությամբ դեռ հանքախոշերի ցանկաքար դուրս է գալիս, լեռնահարստացման ֆաբրիկան աշխատում է, բայց թե որքան կհերիքի հումքը առանց նոր հորատումների հայտնի չէ, բոլոր 50 հորատող բանվորները գործադուլի մեջ են։ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություն է, որտեղ 500 մարդ է աշխատում։ Փողը կա, ասֆալտը ոչ։ Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկով անցուդարձը տարիներ շարունակ ոչ միայն ձմռանն է դժվար, այլև ամռանը։ Այդքան անմխիթար է վիճակը։ Գյումրեցիների հույսը առաջիկա ընտրապայքարն է, չնայած գումարի հատկացումից հետո 3 տեղական, 3 համապետական ընտրություններ են եղել։ Օրինակ, այս 13-րդ փողոցը բավական բարվոք վիճակում է։ Դրդար ճարտարապետը ավելի լավ կարող է լինել։ Եղեշե Չարենցը տանկերով կարելի է մենակ անցնել։ Լավ սևակն է, երևի թե դրդար ճարտարապետի նմանել է։ Սրանք Գյումրիի անի թաղամասի փողոցների անուններն են ու դրանցով ամեն օր անցուդարձ անողների գնահատականը։ 6-րդ տարին է, որ իրար հաջորդած 3 քաղաքային իշխանություններին չի հաջողվում վզեբի վարկային միջոցներով սկսել այս թաղամասի 37 փողոցների ու հարակից ավստրիական թաղամասի ասֆալտապատման ու լուսավորման ծրագիրը։ Բնակիչների աչքերը ջուր է կտրել, թե ի վերջո, երբ են ամռանը փոշուց, անձրևներին էլ ցեխից ազատվելու։ Ծրագիր կա, գիտեք, որ պետք է ասֆալտապատեն։ Բայց որթվին։ Ես գիտեմ, չգիտեմ, ես 3 տարի խոսք են տվել, ես փողոցը սարքին։ Մենակ սարքին 11 փողոցը, մեկը 7-րդ փողոց։ Չարենցը եսիկ նույն բանն է։ Բերեն երկու ընդրությունների բանի ժամանակ բերեն երկու կամ շիպինգ լստեն, փռենք դզեն, երեցին պրզան, դզեցին պրզան։ Քանի ընդրություններ կա, դիորեն եղնի։ Ասում են, որ այս տարի սարքելու են, հույս ունեք։ Աստված։ Լսել եք բայց այդ մասին։ Հա, լսել եմ։ Ձյունը որոշ փողոցների փոսեր փակել է, բայց շատերում դրանք ավելի են խորացել, այլևս կարկատելու տեղ չունեցող փողոցների վիճակը ձնհալից հետո ավելի կվատանա, կարծում են բնակիչները։ Սա տարուփո, սա կարուքան դեղած է։ Ասֆալտը ցենի շուտ քալի։ Մինչև ասֆալտ կերեն, անձրև կան դոր ասֆալտ կերեն։ Այս 2 տարի, 3 տարի ավտոները ջարտուխորտ կեն այստեղ։ Այստեղած ապրող եք դուք։ Հա, այստեղած ապրող եմ, ես փողոցը ապրող եմ։ Ահա։ Էս է։ Եսի գլոր հալա վարտի լրիվ քարուքանտ կերն ասֆալտ։ Ավտոները ջարտ են սա։ Վարորդներն էլ հոգնել են անհարմար փոսերը շրջանցելուց։ Հա, ստիպված մեկից կփախցնենք, մյուսը կգնենք։ Սա կրլոնների տակը ձունու սառուց է, էլի։ Փոսերը շատ է։ Այո։ Շատ է ֆանտազիա։ Շատ լավ է։ Փոսերը քիչ է։ Դուք տենում եք էլի, լավ է թե վատ է։ Թաղամասի բնակիչներից ոմանք հաճախ տեսանյութեր են հրապարակում ու կառավարությանը, Շիրակի մարզպետարանին ու Գյումրիի քաղաքապետարանին նշում։ Գյումրեցի Գորգ Թորոսյանն օրինակ անի թաղամասի փողոցները համեմատում է ռազմաճակատի հետ։ Զատո թշնամու տանկերը չեն կարող այս ճանապարհներով անցնին։ Մենք անվտանգ ենք։ Անի ու ավստրիական թաղամասերի փողոցների ասֆալտապատման ծրագրի ձգձգումները սկզբում Վիոլա ջրի ջրամատակարարման համակարգի փոփոխությամբ էին պայմանավորում, ու միայն անցած տարի պարզվեց, որ դեռ նախագիծն էլ պատրաստ չէ։ Նախագծող կազմակերպության ընտրությունից հետո նոր շինարարի ընտրության միջազգային մրցույթն է հաջորդելու։ Քաղաքապետարանում վերջերս անցկացված խորհրդակցության ժամանակ այս հարցն է քննարկվել։ Ըստ այդմ շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել այս տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն սեպտեմբերին կամ դրանից հետո։ Սա նշանակում է, որ անի ու ավստրիական թաղամասի բնակիչները էլի պիտի սպասեն։
Թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս օրվա մյուս լուրերին հետևեք ազատություն.am կայքում, նաև սոցցանցերի մեր էջերում, հաջողություն։